Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ, միասին շարժման համահիմնադիր Արամ Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Վերջից կամ ուրեմն քիչ առաջ ներկայացրեցին, թե իրավիճակը այս պահին Տաշիր ընկերությունում ինչ է կատարում, խմբի գլխավոր գրասենյակի ուրեմն Տաշիր ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակի մոտ ինչ է կատարում, ներսում խուզարկություն է ընթանում, քիչ առաջ փոքր առաջ դրա մասին հայտնել էին, որ քննչական կոմիտեն խուզարկությունը իրականացնում Տաշիր գրուպի գլխավոր գրասենյակում, քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Դրանից առաջ էլ ԶԼՄ-ներն արդեն մի քանի ԶԼՄ-ներ դա հաստատել էին, իրավապահներ այո խուզարկությունն են իրականացնում, ակնհայտ տերորը եւ Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում է ներկայացրել անձամբ գլխավոր դատախազը, այսօր փաստաբաններից մեկը ասուլիս էր հրավիրել, փաստաբանը դրա մասին խոսել է, այնպես որ եւ հայտարարել էին հեծի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղվում են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից, էս էլ գրել է Նիկոլնա գրել, նրանք ովքեր հետ աշխատակիցներին պարտադրում են հավաքներ մասնակցել, նաև կդատվեն։ Տեսեք, թե ինչ տերոր է, էլի, այս մարդը սկսել կազմակերպել շատ կոնկրետ կերպով եւ նաև հեծի այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել, կունենան համարժեք պայմաններով աշխատանք։ Սա էր Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն է հայտարարել։ Այսպիսի իրավիճակ է, այնպես են արել, ես քիչ երեկ էի դրա մասին խոսում, պարոն Սարգսյան, մենք արդեն Արցախի կորցնելու մասին ընդհանրապես չենք խոսում, Բաքվի բանտում մենք գերիներ ունենք, դրա մասին չենք խոսում, այսինքն այնպիսի շոկային բան վիճակ է մեր գլխին բան է ստեղծել, որ չգիտենք չենք հասցնում, դե սա ակնհայտ ճիշտ է, որտեղ այստեղ հյուրերն են, մեկն ասում են գժականն է բան արել, մեկը խելագար է, մեկը շեղված է, չգիտեմ ինչը, բայց իրականում ակնհայտ է, ծրագրավորված, հերթով, շարքով, ինքը ինչպես ասում էր, քյաբաբ բար քյաբաբ, դե իր ուղեղի մեջ մենակ քյաբաբներն է, չէ՞ պտտում։ Այդպես բանը մարդը հերթով կործանման բանը ճանապարհը բռնել է եւ հասել է ամենակարևոր սյուներից միակ, որ այդ կայուն էր, հայկական էր, կայուն էր եւ իր մեջ այսպես անսասան էր, հիմա այդ խնդիրն է դրել կնայտե որ ամենա այսպես բան եւ հանրային, ասեմ եւ ազդեցիկ, ասեմ եւ բարձր հեղինակություն, ասեմ, չած չեմ ուզում որ մի սրբազանել, բայց հանրային գործունեության մեջ կամ իրենց որպես հոգեվորական իրենց վարկանիշով, նկարագրով եւ այն շատ բարձր երկու սրբազանների, սա չգիտեմ ինչ բաներ, կալանավորել է, ձերբակալել է, այսպիսի իրավիճակ է, խնդիր է, որպեսզի հասնի հայ առաքելական եկեղեցին վերջնականապես տապալելու, դե երևի պլանն էլ այն է, որ կաթողիկոսին էլ կազատի եւ մի կամակատարի կդնի, իսկ դրանից հետո արդեն փլուզել է շատ ավելի հեշտ կլինի։ Եվ Սամվելը բան հնարավոր չի։ Որ ինքը կաթողիկոսին ազատի։ Դե այո, հնարավոր չէ, բայց դուք պատկերացնում եք, եթե ես ձեզ ասեի մի 15 օր առաջ, որ ինքը երկու սրբազան ածը նկուղ է տանելու, կասեի անհետեթություն եք դուրս տալի, չէ։ Մեր երկիրը գրաված է թշնամու կողմից եւ երեք ճիշտ էր նկատում պարոն Բագրատյանը, որ հո Ալիևը չի հայտարարելու, գնացեք սրբազաններին, բան արեք, ձեր իրան թույլ չէ, Էրդողանը հո չի ասելու, բայց տեսեք հիմա մի հատ այսպես հայ ազգանով մեկը կա, հայ ազգանով ինչ որ խումբ է այնտեղ նստած եւ այդ մարդիկ բան կերպով իրականացնում են, դրա համար ամբողջ աշխարհը ասենց ցնցումների մեջ նայում է ապշած, չկա այսպիսի բան, մարդը իր ձեռքով ավիրի իր հոգևոր տունը, իր սուրբը եւ երկիրը, այո։ Եվ բնականաբար այդ ամենը կապված է ինչու սկսեցի հեցից Տաշիրից, որովհետեւ այդ ամենը նաեւ դրա համար առաջ եկավ Սամվել Կարապետյանը, մենք տեսնում ենք, չէ, այս փուլում 1000 ու մի բան է տեղի ունեցել, բայց Սամվել Կարապետյանը գոնե մի օր կարող էր, չէ, ասել կներեք, ես չգիտեմ, կես միլիարդի մենակ բարերարություն, բարեգործություն եմ արել ես Արցախում, բայց ձայն ներդրում է արել, չգիտեմ ինչքան բաներ է արել, ասենք Արցախում դրա մասին չէ, բայց ինչ որ մի հատ սահման կա, որ ասես, չէ, սա վերջն է արդեն հայ առաքելական եկեղեցին ուզում են տապալել եւ մի սովորական բառ, այն որ ասում ատինա կավո պատումա, հիմա ինչ ասում մեր ձևով, հետաքրիր է ինչ է հասկացել։ Ես այսպես շարադրեցի, դուք հերթով պարոն Սարգսյան խնդրեմ ասեք։ Ողբերգությունը մեկ էլ նաեւ այն բանի մեջ է, որ լավ, այդ անձին արդեն բոլորս
բոլորս հասկացանք ով է, ինչ է ուզում եւ այլն։ Բայց այդ շրջապատում այն նորից Ոչ, մնացել են նրանք, ովքեր այդպիսին են։ Այդպիսին են, էլ եթե ասում, որոնք հլուհնազանդ կատարում են նրա ասածները, չնայած ես այդ մի փոքր փաստ եմ ուզում վերեմ։ Երբ որ հարձակվեցին, ես ցավոք երկրում չէի, երբ որ հարձակվեցին Մայրաթորի վրա, այսինքն եկեղեցու վրա, եւ այնտեղ ժողովուրդը, որ կարողացավ առաջին անգամ, ինչից են նրանք հեռացել այդ տարածքից, որովհետեւ ժողովուրդը իրենց դուրս քշեց, հա։ Եվ ես նայեցի նաև ուղիղ եթերում, նայում էի, թե ինչպիսի վիճակում են գտնվում որոշ իրավապահ տղաները, հա, եւ ԱԱՑ-ի, եւ այն մյուսի եւ այլն։ Այսինքն նրանք բոլորը ստրես կրեցին։ Այսինքն նրանք բոլորը ինչ որ մի այսպես հասկացան վերջո, այս ինչ ենք մենք անում։ Եթե ես հրամանը չկատարեմ, այդ դեպքում ինչ կլինի, դրանց մոտ դա է հիմնական։ Բայց եթե ես չեմ տեսնում, որպեսզի մասսայաբար մարդիկ ասեն, լսեք, այս ինչ անիրավ գործողություններ եք տանում մեզ, լրիվ անիրավ, հա։ Եվ այդ դեպքում արդեն նոր հասկանալի կլինի, որ ազգը առողջանալու ճանապարհ է դուրս գալիս, որովհետև այսօրվա դրությամբ ցավոք սրտի մեզ վրա ասենց իրոք ապշած նայում են, զարմացած, մենք խայտառակ ենք եղել աշխարհով։ Ես լուրջ բան եմ ասում, ես այդ տեսել եմ այնտեղ այդ տպավորությունը ինչպիսին է եւ ասում եմ լավ իրոք էլի անհարմար է զգում որ մենք հասել ենք այս իրավիճակին երբ որ ծրագրավորված գործողություններ է գնում ծրագրավորված գործողություններ որոնք որ հիմա ես չեմ էլ ուզում ասեմ թե ով է ասել իրեն ով չի ասել մենք արդեն դրանում կասկած չունենք որովհետեւ այստեղ չի կարող պատահի այդ քրեական վարույթ հա հարուցեն Սամվել Կարապետյանի ուրեմն դեմ եւ նրա տաշիր գրուպի դեմ, երբ որ այդ տաշիր գրուպը արդեն տասնյակ տարիներ արդեն աշխատում է Հայաստանում եւ իր օրոք 7 տարի աշխատում է եւ հանգարց որովհետեւ Սամվել Կարապետյանը եկեղեցու դեմ է գնացել։ Դու խոսք ասել, քեզ ասելա որ աչքիդ վերևը ում կա, դու որոշել ես այդ ողակալ գործողությունները կատարես։ Եվ ժողովուրդը պետք է հասկանա, ես իդեպ ասած մեր հանդիպումները ես ուզում եմ որ ինքը լավ հասկանա Այդպես անհետևանք չի մնում ոչ մի բան։ Այսպես կաթիլ առ կաթիլ հավաքվում է ժողովրդի մեջ։ Եվ արդեն փոխվել է ամբողջ տրամադրությունը։ Մենք գալիս ենք այդ հանդիպումներից հետո եւ տեսնում ենք մարդիկ ինչպես է։ Ասում են մեզ էլ մի բան պատմեք։ Մենք արդեն դրա կարիքը չունենք, ասեք ինչ անենք։ Այս է իրավիճակը, որը որ շատ կարեւոր է։ Հիմա ինչ վերաբերում է Այս դատավարություն կոչվածին, չգիտեմ, ես անցյալ անգամ էլ ակնարկում եմ եւ հիմա էլ եմ ուզում ասեմ, դատավոր, անունը դատավոր, չէ՞։ Բայց դու ո՞նց ես անում այն անօրինական գործողությունը, որը քեզ բերել ասել են, այսպես պետք է անես։ Եթե դու չես կարող չանել, հեռացիր այդ համակարգից։ Նույնը ես ասում եմ, բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն այս քաղաքականությանը, հեռացեք Դուրս եկեք, որովհետև այդ մեղքը ձեզ վրա մնալու է։ Այս մեղքով դուք դուրս եք գալու։ Մեկը սրանց վերջը գալու է, չի լինում այդպիսի բան։ Չկա իշխանություն, որը անverջ մնում է իշխանության մեջ։ Չկա այդպիսի բան։ Եվ այդ պարագայում ինչ որ լինի դրանից հետո հաշվի առեք, որ դուք նույնպես եք դրա համար։ Այդ ոմանց թվում է, որ իրենք այսպես սահուն կերպով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք անցան Ռոբերտ Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանի եւ այլն հիմա էլ անցել են այս ուղղությամբ, ուրեմն այդ նույնը կշարունակվի։ Այստեղ արդեն որևէ համատության մեջ ոչ մի բան չկա։ Այս իրավիճակում Հայաստանը երբևիցե չի եղել։ Եվ սա ուղղակի այն մի աննորմալ իրավիճակն է, որից հետո ազգը վերանում է գոյություն ունենալուց։ Ազգն է վերանում, պետությունն է վերանում։ Երբ որ ինձ ասում են, թե այս պետության դեմ է, ոչ, պետության դեմ չի։ Սա պետության շնորհիվ, պետության համար, սա իշխանության դեմ է։ Եվ այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետև նա տանում է ապազգային քաղաքականություն։ Ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցուն, հա? Տեսեք, շինծու մեղադրանք, բացարձակ շինծու մեղադրանք։ Հիմա ես հարց եմ տալիս։ Թողնենք ինքը ինչ է ասում։ Բա 4 երեխա ունեցող տղամարդը ինչու չի ամուսնացել այդ կրոջը հետ։ Սրանում ինչ կա։
Եվ ինչի հիմա չի անում դա։ Ինչու։ Օրինակ դուք ինչ եք կարծում ինչու։ Ես չգիտեմ, ես իրեն եմ ուզում ասեմ։ Ինքը մի անգամ Կարմեն Դավթյանին ասել է, որ ինչ որ առանձնահատկություններ կան, ինչ կան, չգիտեմ։ Ինչ առանձնահատկություն։ Ես ինչ գիտեմ, դա իրեն է պետք է ասեմ։ Ես ընդհանրապես դա եմ լսել։ Ես հիմա ուզում եմ հասկանամ, դա նորմալ է։ Չէ, ով է իրեն այդ բարոյական իրավունքը տվել։ Դա նորմ է, հա։ Եթե դա նորմ է, այդ դեպքում ո՞նց ես դու, թե դրա պատճառով ես դու այդպես հարձակվել։ Դա է, ինչու, հետաքրքիր է, չէ։ Հարց է առա, այնուամենայնիվ հարց է առաջանում։ Իդեպ ասած կուսակրոն լինելը, մինչև լինելը, բոլորը իրավունք են ունեցել ընդհանրապես ունենալ իր անձնական կյանքը, իրենց սեփական անձնական կյանք։ Այդ կուսակրոնություն ընդունելուց հետո է գալիս այդ օրը, բայց դա էլի նորից եկեղեցու ներքին գործն է։ Դա ոչ ոք իրավասու չի մտնելու այդ գործողության մեջ։ Դու կարող ես ընդամենը դա հայտարարես, եթե անգամ այդ բարոյական նորմն ես համարում իբր։ Ապա էլ եմ կրկնում 7 տարի իշխանության եւ հիմա գիտեք, չէ՞ ինչ են արդեն ակնարկում, որի պրտե այդ ամենը սկսվեց, որ երբ որ վեհապարը ելույթ ունեցավ նախագահի այսպես կոչված երդմակալության ժամանակ։ Իրոք ես ուշադիր լսել եմ այն ժամանակ վեհապարի ելույթը, նա բացահայտ ամեն ինչ ասեց, որ այս ինչ իրավիճակ է երկրում եւ այդ արդեն այն թվին, հա, երբ էս այսպես կոչված երդմակալությունը։ Հա, բայց վեհապարը վեր կացավ բացահայտ ձեզ ասեց այդ այսպես կոչված արարողակարգի ժամանակ նա հոչի թաքցրել, նա հոչի գնացել թաքնված գործողությունների։ Այսինքն ինչ է ուզում, մի հատ հավիճ ճտեր են, այս երկում հավիճ ճտերը նստած են, ասես կու ինչ ուզում անում ենք այդ ճտերի հետ, գլխից բռնած են, չգիտեմ ինչ են անում, շփրտում են, բոլորը եսի ինչ է մատ բան է, ինչ ուզգիշ կա հավիճ ճտեր էլի, ոնց ուզում վարվում եմ, ոնց ուզում, ինչ ուզում անում եմ, ուզում ես վեհապար եղի, ուզում ես գիտնական եղի, ուզում ես, չգիտեմ, արցախցի եղի, ուզում ես պատգամավոր եղի, ուզում ես Հայաստանի 30 տարվա այս ընթացքում ամենամեծ բարերարին է։ Ես երեք ասել կրկնակի բարեգործություն եւ ներդրում է արել ինքը Հայաստանի տնտեսության մեջ, պարոն Բագրատյանը, որ շատ ավելի լավ է տիրապետում, ընդ որում ես էլ եմ զանգալ, օդի մեջ չեմ խոսում, ասում են ինչ կրկնակի, երրակի բան արել։ Այս մարդը ու այս մարդուն, ասենք դու այն որ հիշում եք, բանն ասում է ճիկուտը չարժեք է, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր եւ այդտեղ ճիշտ էր ասում Վազգեն Սարգսյանի հետ կապված, որ ինքը չեղած տեղից բանակա չէ ստեղծել։ Այսինքն ոչ թե չեղած է սովետական միության բանակար ավիրված բան վիճակում էր, բայց կարողացավ գիտակցել ճիկուտը չարժեք։ Հիմա դու քո թիմով ճիկուտը չարժես Սամվել Կարապետյանի կամ Ռուբեն Վարդանյանի։ Ինչի մասին է։ Ինչի մասն է։ Դրանից է ներվում։ Ինչի 50 քանի տարեկան մարդ ես, մի հատ ասա տեսնենք ինչ է ստեղծել։ Ստեղծածդ ո՞րն է։ Ավիրելուց ու տալուց 385 եկեղեցի։ Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը եւ մի շարք 2 միլիարդեր հայ ունենք աշխարհով թնդացող, երկուսին տարան տարբեր բանտերում նստացրել են։ Այդ երկուսը ոչ թե բարերարություն են միայն արել, նրանք տնտեսություն են զարգացրել եւ այդ տնտեսական համագործակցության մեջ իրենց մեծագույն դերակատարությունն են ունեցել։ Երեք հին միաձայնագրությունը իրենց հայրենիքի համար արել են իրենց հայրենիքը։ Երեք մի հատ ինչ որ բան է նորից պատտասնում են։ Ուրեմն այդ ցեղասպանության 100-ամյակի հետ կապված, ուրեմն չգիտեմ ամենը 80% ծախս ինքն է արել։ Ասում են լուրջ հարցրել են, ասում ինչի մասին եք խոսում։ Այսինքն ինքը կարող էր ասել, չէ, չգիտեմ 200 միլիոն դոլար եմ տվել, 300 միլիոն։ Ասում եմ, եթե ես որ տեսա թե Վատիկանում ինչպես կամ այսպես այնտեղից հետևում եի կամ ինչ էր կատարում այդ օրը այստեղ, չէ՞։ 4 երկրների առաջնորդներ ամբողջ աշխարհում խոսում են, այսինքն իմ համար դրանից բարձր, այսինքն ոչ թե կանգնում են մյուս բոմժ օլիգարխների նման, տվել եմ, բերել եմ տվել։ Իքո կողքը կա երկու հատ բոմժ տենց բաներ կան, չէ՞, գործարաններ։ Մենք ինչ ենք արել։ Ցեղասպանության 100-ամյակը նշվել է ամենաբարձր մատը։ Այս մարդն է կրկնա ամենավան գումարը, այս մարդն է ինքն է եւ դա ապահովվել է, որովհետեւ ազգային մտածելակերպով մարդիկ էին այդ ժամանակ, որոնք հասկանում էին ինչ է նշանակում այդպիսի արարողությունը աշխարհի աչքերի առջև։ Այս սա ամենագլխավորն է։ Հիմա ինչով ես դու բարձրանալու։ Մի հատ ես ուզում եմ հələ հասկանամ,
7 տարի այսպես ասած կառավարություն 380 եկեղեցի ինչով ես բարձրանալու ասում եմ 6 բան ես այդ հասկանում 150,000 չասեմ գուցե ամեն օր պիտի ասենք ինչ ասենք չի պիտի չասեմ ասենք ընկած այդքան եկեղեցիներ մի հատ ցույց եմ տալի բոլորը Արցախի կորուստ եւ այլն այդ սաղ այդ ամբողջը հիմա էլ ասում եմ ստորացած վիճակ այսօր գերիներ ունենք Բաքվի բանտում Ստամբուլի չեն էլ հիշում դրա մասին Ստամբուլի հայության հետ խոսելու ժամանակ ասում է իրանց ուզած ինչա ուզում են գնան գան թող գնան գան ուր գնան գան Զանգեզուրի միջանցքով այնտեղ Ստամբուլում ասում է դա ասում ես լսի դու այդ մարդկանց պրիմիտիվ մակարդակի ես կարծում որ իրենք բոլորը պրիմիտիվ են այսինքն գնալ գալը չի դա չէ Ադրբեջանը եւ Թուրքիան ուզում են ունենան իրենց միացնող արդեն իշ տարածք Եվ դրա տակ արդեն կամած վերցնելու են ամբողջ Սյունիքը եւ վերցնելու են կամած Հայաստանը, որովհետեւ եթե դու թույլ տաս մի այսքան միթիս հողը, որ նրանք վերցնեն որպես իրենցը, ուրեմն կշարունակեն մինչեւ վերջ։ Ինչու չեն հեռացել Ջերմուկից, ինչու Սյունիքից չեն հեռացել, Տավուշից չեն հեռացել, ինչու չեն հեռացել, որովհետեւ նրանք զավթող են Որովհետև նրանք գալու են միայն ու միայն տիրելու Բարձունքի վրա կանգնած են դիկերի վրա ուրեմն ասում են ժամ են տալիս տավուշում ասում են այս ժամին կմտնեք այս ժամին չեք մտնեք ուզենա կզվարճանան կկրակեն չեն ուզենա չեն կր այսինքն գյուղացիք չեն լսում ինչ էին ասում այո նույնը տավուշում նույնը ժամով ասում գնա մտի դաշտը նույնը եղել է Վարդենիսի բարձունքները լրիվ իրենցն Եվ այդ առումով ասում եմ, մենք հիմա վտանգի տակ ենք Եվ էլ եմ կրկնում, անընդհատ ասելու եմ ես դրա մասին Բայց եթե բանակը, մենք չենք տեսնում բանակը ինչ վիճակում է Ինչ կարողություններ ունի Մի հատ զորավարժություն չես անում այն նորից եմ ասում թող այդ խեղճացած այնտեղ կանգնում է գալիս է այստեղ կտանեն պատվալները բա գնա մի հատ այս մատ թափտուր մենք էլ հպարտանանք ասենք տեսեք ես ինչ է անում այս մարդը այդու վրա այս մատ թափտալես գալիս է այստեղ կծեփեմ կտանեմ նկուղները կգծեմ մի հատ էլ ասում է էլի տես չխոսեք նա դու քո բառապաշարը կարգավորի Այդ վարչապետի խոսքը ասում ես կտանեմ բաները, բանտը, ինչ հրաժարվել, տեսեք ինչ, էլի ինչ ասեց, ասում ես ասում եմ բան արա, գնա դու ով ես որ ասես գնա վեհապարը հրաժարական տա։ Ուրեմն հիմա հետևյալ է, անընդհատ իր մասին։ Ճտեր են էլ իր համար։ Հիմա անընդհատ իր ինքը երևի կայֆ է բռնում, երբ որ քննարկում են իր այդ բոլոր անհետեցությունները մեղմ ասած։ Կլինի որ իր հաճույքներ ինքը գնա օրինակ մի անգամ Ալիևի հետ նստած։ Չէ, Ալիևի հետ նստած գնա քեզ դրսևորի։ Էրդողանի հետ նստած գնա քեզ դրսևորի, մենք էլ նայենք, ասենք, տեսեք ինչ արեց։ Գնա մի հատ ասեք, քեզ կտանեմ նկուղները, մի հատ գերիներից դու։ Դե գնա մի հատ ասեք։ Ինչի՞ այդ ժամանակորսը։ Դե որովհետև իր նմանը ես կարող եմ ասեմ Կարմեն Մյուսին։ Դե հա տեսել ենք։ Նախքին մի հատ էլ կադրերը նայեք Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայությամբ ոնց են իրաց։ Իրավիճակը արդեն ուրիշ է, մի վարքան։ Հիմա եթե անընդհատ մենակ դրա մասին խոսենք, հայլ հարցեր չլուծենք, չի ստացվելու։ Բայց չխոսենք որ Արցախը չկա, գերիները Բաքվի բանտում։ Անժելա ջան, բոլորս արդեն խոսել 1000 անգամ։ Հիմա ինչ անենք, որպեսզի մենք վերադարձնենք։ Ասում է, լավ է, խելքի են եկեն դիմադիրներ, էլ Արցախից չեն խոսում։ Չի կարող պատել։ Մեր միասին շարժումը շարունակում է ուրեմն ստորագրահավաքը, որով մենք դիմելու ենք ԵԱԿ-ին եւ պահանջելու ենք, որպեսզի նրանք շարունակեն իրենց մանդատի կարողությունների իրականացումը։ Դա նշանակում է, որ նրանք պարտավոր են շարունակել կարգավորման գործընթացը։ Արցախի հարցը փակված չի, Արցախի հարցը լինելու է եւ առանց իր այդ կամքին հաշվի առնելու եւ այլն։ Բայց հիմա ես ուրիշ բան եմ ասում, որովհետեւ դրա կարիքը կա։ Անընդհատ խոսելով բան դուրս չի գալիս։ 2 տարի առաջ հենց այստեղ զրույցի ժամանակ հիմա խոսեմ, մի րոպե Մենք 2 տարի առաջ արդեն ես այստեղ առաջարկեցի, որ անհրաժեշտ է համակարգող խորհուրդ, որը որ կարող է համախմբել եւ նաեւ իրականացնել այնպիսի ընդհանուր գործողություններ, որոնք անհրաժեշտ են։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ իրենք միայնակ կարող են իրենց ծրագրերը իրականացնել, Աստված իրենց հետ, ուրիշ բառ չասեմ։ Եթե բոլոր մյուսները ես հիմա արդեն հայտարարում եմ, որ հրավեր եմ անելու բոլոր այդ լուրջ քաղաքական ուժերին, որոնք կարող են իրար հետ միասին նույն սեղանի շուրջ նստել եւ քննարկել այս իրավիճակը, հրավերը կուղարկենք, ով կգա, ով չի գա, չեմ ուզում շարունակեմ, բայց Աստված իրենց հետ, չեն գա։ Բայց որ անհրաժեշտ է քաղաքական այդպիսի խորհուրդ,
որը որ իսկապես պետք է վերջապես մեզ վրա էլ է այս պատասխանատվությունը։ Վաղը մեզ էլ են մեղադրելու, որ մենք ոչինչ չարեցինք, երբ որ տեսնում ենք, եւ հիմա էլ են ասում։ Ասում են, բա ուր եք դուք։ Բա դուք ասում եք մենք հազարամյա պատմություն ունեցող ազգ ենք, մենք այսպիսի հաջողություններ ենք ունեցել, այս են կարելի է, այս ինչ վիճակում եք։ Այս ինչ բան է, որ կարելի է գնալ եկեղեցու վրա հարձակվել։ Եթե ժողովուրդը, որը որ սպասում էր առաջնորդների, այսպես ասած, ինքը իր ուժերով եւ հատկապես Աստված տվել է մեր հոգեվոր դասի ներկայացուցիչներին, ինչպես իրենք պաշտպանեցին Մայրաթորի բոլոր իրավունքները սրբազաններին եւ սրբազաններին։ Իդեպ ասած, այո, ես հիմա էլ եմ գտնում, շատ ճիշտ են մարդիկ, ովքեր ասում են, չպետք է գնար սրբազանը այդ ժողովուրդը չէր ուզում որ նա գնար։ Միքայել Սրբազանին պետք է, որովհետև եկել էին անօրինական գործողության։ 1. Երկրորդը, ինչ էր արել Սրբազանը։ Մի տարի առաջ հայտարարություն էր արել։ Ինչի 2 տարի առաջ 23-ին։ Թող 2 տարի առաջ։ Այո, եւ ինչ։ Եվ ինչ ամեն մի խոսքի համար դուք պետք է ասեմ եւ ինչ, այդ արտահայտությունից հետո 23 թվականին, 24 թվականին դատախազությունը դին որ այսպիսի հայտարարություն կա, դատախազությունը ինչ է հայտարարում։ Պարզվել է, որ դրանք չեն պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելու ուղղված հրապարակային կոչեր հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնում 2024 թվականին ապրիլի 30 դատախազություն։ Խնդրեմ, իսկ հիմա ինչ է պարունակում։ Այսինքն որ չեն ասում, ասում են իրենք ահաբեկչություն էին պատրաստվում։ Ինչ եք ասում։ Հա, ռազմական հեղաշրջում, այդ որտեղ տեսակ է տամ։ Հիմա ասեմ մյուս սրբազանի մոտից ինչ են հայտնաբերել։ Ահա, մի քանի օրինական զենք, իրականում մեր զենքը դրած վրան օրինական բան։ Մի քանի օրինական զենք, որ կա ցանկացած որսորդի տանը։ Մանուշակագույն ծուխ, որն ազատ վաճառվում է, խնդրում եմ սիրելի հետևորդներ, ազատ վաճառվում է։ Երևան քաղաքի քարտեզ ցուցադրել են, որ տեսեք, մենք ցես քարտեզ են գտել։ Ձայնագրություններ, որոնք իրավական հիմք չունեն։ Առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ապացույցի, արդեն այս մարդկանց ուղեղում մեկ շաբաթ շարունակ քարոզ է տարվում, որ տեսեք ինչ կոչել, այնտեղից էլ Անահիտ Բախշյանը լացում է, հուզում է, մյուսները սենց հուզախառը բան վիճակ է, խնդրեմ ինչ են գտել։ Բացի այդ ամեն ինչից, որ չգիտեմ ով է այնտեղ նստած եղել եւ միացրել է ինչ որ մի դիկտաֆոն, կամ միգուցե դա արհեստական այդ բանականության շնորհիվ են արել եւ այլն։ Ինչ ուզում կարող են անել։ Հետո հիմա Նիկոլի ձայնով են արել, որ ասում է գնացեք, սենց արեք, նենց արեք։ Իմիջիալոց այդ ձայն բանը ով իմանա ինքն է թե ինքը չի, բայց բացի դրանից էլ մարդը կոնկրետ հրաման է տալի, ասում է կլցնեմ ԱԾ-ի նկուղները բոլորիդ, կծեփեմ բոլորիդ, շննաբարո շննածին եսի ինչեր, ինչ ասես ասում է։ Կտանեմ քեզ եսի ինչ կանեմ, ընդ գեներալը հերոսը դիմացը նստած, ինչ ասես ասում է, սպառնում է, հետո էլ ասում է, դե թող չանեն դատավորները։ Գիտեք, իհարկե ցավալի է այս ամբողջի մասին խոսելը, բայց ծիծաղս գալիս է ինչի վրա, որ այս էակները ուղղակի երևի չգիտեն, թե ինչով է ավարտվում այս ամենը, կամ գիտեն դրա համար են ավելի արագացնում դա այս process-ը, որովհետև չի լինում, կարող ենք մենք տասնյակ մարդկանց էլ տանես դնես այդ նկուղներում, բայց միևնույն է վերջը լինելու է այն ինչ որ արդեն կանխորոշված է, որովհետև այսպիսի կառավարում երբեք պետությունը չի ունեցել եւ չի ունենալու, չի կարող այդպիսի բան լինել։ Դրա համար հիմա ես ընդամենը կարող եմ ասեմ, մենք, այո, խաղաղ միջոցներով, ինչպես եղել է ացյալում, երբ որ ժողովուրդը ընդվզել է իր իշխանության դեմ, որովհետև այդ իշխանության քաղաքականությունը չի ընդունում ժողովուրդը։ Ժողովրդի մեծամասնությունը ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե քանի 100 մարդիկ զոմբիացած կարող են ասեն, վայ ուրախանան, թե ես ինչ ասեց, տեսար ոնց արեց, բան իրան, այդ տղամարդկություն չի, այդ լակոտություն է։ Դա բացարձակ լակոտություն է, որը լինում է մեկ-մեկ քուչեքում, որը լինում է ինչ-որ բակային բաների ժամանակ, ոնց թե դու ինձ ասես եւ էսա ձեր մակարդակը, որովհետեւ ուրիշ մակարդակ չի երևում։ Ինչա նշանակում կանգնես ասես թե այդ ոնց կլինի որ դու տես բան ասես ինձ, հա, հա, ոնց։ Շատ բարձ պետք է ասենք, բա։ Ժանապետությունա, ինչա։ Դու այն մարդկանց ստիպում ես գնալ անօրինական գործողությունների, որոնք իրականում պետք է լրիվ ուրիշ գործողությամբ զբաղվեն։ Ես ասում եմ,
մեկը ասել է թե երբ որ ժողովուրդը իրան դիմել է այդ ոստիկաններից մեկին, ասել են այ մարդ գնայիք Արցախում պայքարեիք, որ Արցախը պայեինք, ասել է Արցախը ժողովուրդը սա փախել էր ես պիտի գնայի, նոր հարձակվել է վրան, ասել է լսի դու չես ամանչում, այն ժողովուրդը, որը պայքարել է իրավունքների համար, հաստատել է Արցախի հանրապետությունը, այն ժողովուրդը, որը զոհեր է տվել հարյուրավոր, հազարավոր, այն ժողովուրդը, որին անտեր եք թողել, հա, անտեր եք թողել, 10 ամիս եղել է բլոկադայի մեջ։ Մենք այստեղ աշխատակից ունենք երիտասարդ 10 կիլոգրամ, ասենք այդ ընթացքում հյուծվել են։ Հա, բայ ինչ են, սոված են։ Վիճակում եւ ու դու մատին չես տվել, որպեսզի քո հայրենակիցներին փրկես։ Հիմա դու կանգնել ասում եք ու դրանց ուղեղի մեջ մցրել են, որի պրտե ժողովուրդը փախել է, ժողովուրդը չի փախել։ Ժողովուրդը ստիպված է եղել հեռանալ, որովհետև սպանդեր ելնելու։ Ժողովուրդը, որ մնար այնտեղ ցեղասպանություն էր լինելու, առանձնել դա ցեղասպանական գործողությունը։ Միթե դուք այդքանը չեք հասկանում։ Միթե ձեզ համար այդ ամենը պետք է ասել։ Եվ իդեպ ասեմ, շատ-շատերն են այն մարդիկ, որոնք ինձ բազեն կարող են փողոցում մոտենան, ասեն, հա, ճիշտ եք ամեն ինչ ասում, բայց ասեք ինչ անենք։ Որովհետև իրականում արցախցիները արդեն հիմա այսօր այն վիճակում են մարդկանց բերել հասրել են վիճակի, որ ստիպված են մտածելու, օթևան չունեն։ Շատ-շատերը չեն կարողանում տուն վարձեն, որովհետև ահռելի բարձր գներ են։ Տված գումարն էլ բացարձակ չի բավարարում։ Աշխատանք էլ ունենալը Հայաստանում այդքան հեշտ չի, որպեսզի բարձր աշխատավարձով մարդիկ կարողանան աշխատանքի անցնել։ Բայց ձեր մեղքով են այս ժողովուրդը այստեղ։ Ձեր կոնկրետ քո մեղքով են այստեղ։ Որովհետև երբ որ կանգնել ես ասել ես, որ Արցախը Ադրբեջանը կամ սկզբից բան, սենց հպարտ կանգնես ասես Արցախը Հայաստանն է եւ վերջ, հետո ո՞ր մեկն ես դու։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր, հիմա Փաշինյան Նիկոլն ես։ Ով ես, ո՞րն ես դու։ Որը ասում էր Արցախը Հայաստանն է, հիմա էլ ասում է Արցախը Ադրբեջանը։ Եվ բոլոր այն սին խոսակցությունները, որ իր այդ այս կոչված այդ падգամավորները բերել դրել էիք մեր արչև այնպիսի վիճակ, որ մենք ստիպված ինչ վիճակ։ Չի եղել բանակցություններում մի որևէ առաջարկ, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը դրված չլինի։ Չկա տենց բան։ Տենց փաստաթուղթ չկա։ Եվ այդ փաստաթուղթերում դրված է դա հետևյալն էր, որ գալու ենք հասնենք այն պահին, երբ որ պետք է կարգավիճակը հաստատվի, բայց Արցախի հանրապետությունը մնալու էր այդ կարգավիճակում։ Հետո օրինական ձևով կստանար նորը։ Իդեպ բոլորը ովքեր եղել են այնտեղ 90 ինչի աղդամը չկարողացան, աղդամի ուղղությամբ չկարողացավ թշնամին անցնի։ 90 կիլոմետրանոց 130 միլիոն դոլարի ծախս էր արված այն ժամանակ 90-ականներին, որպեսզի ամրապնդեր ամբողջ պաշտպանական գիծը։ Ով որ գնացել տեսել է թե այդ ինչ ամրացված, ուրեմն գիտեք ինչ տյուբինգներով կառուցված ուրեմն բաներ էին, որտեղ որ կարել էր ամբողջ մի վաշտ, ամբողջ մի, չգիտեմ, գունդ ապահովել, որպեսզի նրանք մնան անվտանգ, երբ որ նրանք հարձակվում են, ասենք, հարվածներ է գալիս հրթիռով կամ չգիտեմ ինչով։ Բոլոր ուրեմն զինվորների համար առանձին բետոնապատված պահարաններ կային։ Եւ տանկերի դիմաց 6 մետր լայնությամբ, 4 մետր խորությամբ տրանշեաներ էր եւ այլն։ Բայց դա էր արված։ Եթե իշխանությունը պատրաստվում էր հանձնել Արցախը, այդքան ծախս ինչի՞ պիտի աներ։ Եթե ինքը չէր պատրաստվում ընդհանրապես ամեն ինչը պաշտպանել 6 միլիարդի զենք էր տանում այնտեղ դնում են էլ առանց Հիմա ասում եք առանց կռվելու հետ եք եկել ով առաջի մեկ օրվա ընթացքում 1000-ից ավել ադրբեջանցի են ոչնչացրել 200 զոհ են տվել արցախցիները այդ օրը դուք հասկանում եք այս ինչի մասին ենք խոսում ուր ենք հասել որ ինչ որ մեկին կամ այս մյուսներին տխմարներին պետք է ասենք որ իրանք հասկանան թե ինչ է եղել թշնամիներին չի տխմարներին որովհետև հասարակ բան եթե բանակցություններում զրոյական է սկսում ասել չէ զրոյից եմ սկսում մենք զրոյից չես սկսում հետո զրոյից
0-ից որ սկսում են, ուրեմն նշանակում է լրիվ նոր կոնցեպտ է առաջարկում։ Ուրեմն ստացվեց, առաջարկեց։ Եթե այդ կոնցեպտի վերջը լինում է այն, որ դատարկվում է պատմականորեն երբեք չի եղել, բա ինչ ես, բա թշնամի ես, հանցագործ ես, բա ինչ ես։ Դու չես հայտարարել, ասել ես Արցախը Ադրբեջանն է։ Ո՞վ է հայտարարել։ Ասում են, դրանք արդեն նախապատրաստել էին, ո՞նց էին նախապատրաստել։ Քեզ հանձնել են Արցախը ազատ անկախ։ Պարոն Սարգսյան, եթե 6 միլիարդի զենք դու տվել ես, նշանակում է մի 6 էլ բան են արել, այսինքն 20 միլիարդ ճիշտ ասեցիք էլի, այսինքն 20 միլիարդի զենք տարել էին, պաշտպանական տենց, չգիտեմ ինչ հազար բան ստեղծել էին, հա, այդ ստեղծել են, որ հետո ինչ անեն, որտեղ գիրեք դիտան, հա, տան, ասենք ում եք դեբիլի տեղ դրել։ Իսկ այն բարերարները, որոնք եկել էին կառուցել էին, նույն Սամվել Կարապետյանը, Սերգեյ Ամբարձումյանը, Արա Աբրամյանը, շատերը։ Այնտեղ եկել էին այդ բոլոր հնարավոր միջոցներով կառուցել էին եւ կարևոր բաներ էին, տներ էին կառուցել, հիվանդանոց, չգիտեմ, դպրոցներ եւ այլն։ Այդ մարդիկ հավատում էին, որ իշխանությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը, այո, պաշտպանելու է, որովհետեւ միջազգային հանրությունն էլ էր մեր կողմը։ Միջազգային հանրությունը, եթե մեր կողմը չլիներ, Մինսկի խումբ չէր ձևավորվի, այ ապուշներ։ Միակ կոնֆլիկտն է, որտեղ որ ձևավորվել է ԵԱԿ Մինսկի խումբը ձևավորվել եւ երրանախագահություն եւ ենել ով ուրեմն անվտանգության խորհրդի 3 պետություն Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան։ Դուք գոնե հասկանում եք այս ինչի մասին է խոսքը։ Ես զարմանում եմ մեր այսպես անդիմադիկ պատգամավորների վրա, լուրջ եմ ասում։ Այդ որ վեր են կենում վայրահաճոց են անում, քիչ եք արգումենտացիան ձեր փաստարկներով ներկայացնում ես ամբողջ իրավիճակը, ժողովուրդն լսի, որ հասկանա ինչ է եղել։ Ինչ եք ես կիսատ պրատ ելույթներով ինչ որ բաներ փորձում անել։ Բերեք վերջով կանգնենք, հələ մի հատ տեսնեմ որ մեկն է գալիս իրենցից, որ ասի թե գիտես ինչ, այս ինչ որ դուք ասում եք, այդպես չի եղել։ Թող բերի տեսնեմ այդ ինչ ձևով է եղել, որը ես չգիտեմ։ Որի մասնակից եմ եղել։ Ես կրկնում եմ 6 տարի մենք ադրբեջանցիների հետ բանակցային գործընթաց ենք ունեցել Սնիգիրիում, Մարիս Մոսկովյան։ Իդեպ ասած այնտեղ Տոֆիկ Զուլֆուգարով, նախկին նախարար, եւ մի շարք պատգամավորներ եւ այլն այդ նույնս Ռասիմ Մուսաբեկով եւ այլն 10 բանը։ Չէին կարողանում մի հատ ծպտուն անեն մեր դեմ, որովհետև մենք ինչ որ իրենք փորձում էին մեզ ասել, մենք փաստերով էինք փակում իրենց բերանը, որովհետև այնտեղ նստած ամերիկացիները եւ ռուսները, որոնք կազմակերպիչ էին բարձր որակի մարդիկ, մեզ հասկանում էին, բա ոնց եղավ որ հանգարցակի մի անգամից ձեռքները վար բարձացեցիք, ասեք Չէ, եկեք մենակ թե մենակ մեզ թողեք, մենք նստենք այս աթոռի վրա, գնացեք ինչ ուզում եք արեք։ Այդպես, բա հիմա ի՞նչ է։ Նույն բանն է։ Քանի գնում ավելին, Նախիջևանը գնաց անցնեց։ Դուք հասկանում եք ինչ եղավ։ Ստամբուլում ինքը հայտարարել է, որ Ղարսի պայմանագիրը, դե Էրդողանին շատ է պետք, որ Ղարսի պայմանագիրը եւ Մոսկվայի պայմանագիրը չեղյալ է։ Պարոն Սարգսյան, իրանց հեռացնելուց հետո այս ամեն ինչը արդեն իրանց հետ միասին այս ամեն ինչը չեղարկվելու է, ցանկացած նոր իշխանություն որ գա, ասել է, ասենք այս մարդը այդ կապած ինչ որ գոյություն ունի, դրա համար իրենք ուզում են դարձնել դա անդառնալի։ Չի, անդառնալի է նշանակոτι Հայաստանի Հանրապետության հրապարակում բերեն դնեն Թուրքիայի դրոշը։ Դե հենց այդտեղ դնեն Ադրբեջանի դրոշը, այստեղ էլ դնեն Թուրքիայի դրոշը։ Այդ ուրիշ բան, դա նշանակում է Հայաստան չի։ Հիմա հեծը ոնց են խլելու։ Ոնց եք պատկերացնում, կկարողանան իրենք։ Ուրեմն հեծը խլելու այսպես կոչված։ Դե ասում են Եվրոպայում ազգայնացնել չեն կարող սահմանադրություն։ Հրանտը Բագրատյանն այդ ամեն ինչ ասել է։ Ազգայնացնել չեն կարող, որովհետև այդպիսի կետ չկա սահմանադրությունում։ Դրա համար պետականացում են հայտարարում, որը իբր իրենք կառավարիչ են նշանակում, այդ կառավարիչը պետք է ինչ-որ քայլեր անի, բայց պատասխանատվությունը մնում է սեփականատիրոջ վրա։ Այսինքն կիսատ, պրատ, ծուր, մուր եւ այլն։ Հետևանքը լինելու է սնանկացված, ահռելի փողեր պարտքեր պետության վրա, ինչ են անելու, հոսանքը անջատելու են, թոշակներից զրկելու են, ընկնելու են, չգիտեմ ինչ օրը, ինչ որ մնացած բոլոր հարցերում։ Հետո կնստի հայ ժողովուրդը կլացի, կասի հերթական անգամ, կտերը կերանք, մեզ խափեցին, ասեցին հանուն ձեզ ենք անում, բոլորդ վարչապետ եք, առոք, փառոք, ճոխ կապրեն, կպարզի մեկ էլ առանց լույս նստած են։
Հետո ինչ կասի լույս եք ուզում։ Հիմա կգնանք մեր մեծ եղբայրներին, թուրքերին կասենք, դրա դիմաց ինչ եք ուզում, դե եկեք այս Երևաններ տանք, այն մյուսներ տանք նայել։ Հիմա որպեսզի համոզվեք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վարում են իրենց սեփական քաղաքականությունը, որի նպատակը իսկապես ամբողջական է տարածքը ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ թուրքալեզու պետությունների միավորումը լինի, դա Ռուսաստանի հետ այս փոխհարաբերությունների սրացումն է, մեղմ ասած, որովհետեւ հիմա եկել է ժամանակը, երբ որ տեսնում են, որ ամբողջ արևմուտքը Ռուսաստանի դեմ է, Ռուսաստանի գլուխը անդադ ցավում է արևմուտքի հետ այս պայքարի մեջ եւ այլն, ժամանակն է, որպեսզի իրենք բոլոր իրենց գեներալնի, այսպես ասած, գործողությունները իրականացնեն։ Հայաստանը այն մի թիզ հողն է իրենց համար, որը ընդամենը պետք է վերցնել ու վրայով անցնել։ Ոնց որ ժամանակին Հիտլերն էր ասում ենք հիմա մարշով կանցնենք դեպի մինչև Փարիզ, հիմա սրանք են մտածում դրա մասին։ Հիմա դուք մտածեք։ Եվրոպան ձեզ ինչ է ասում։ Ինչ ասեց Մակրոնի դեպ շատ հետաքրքիր է։ Այո, որ ինքը աջակցում է այսպես կոչված բարեփոխումներին։ Ու Մակրոնը մի օր է սա, մի օր այն է։ Մակրոնը մի օր Պուտինին ինչ ասես հայոյում էր, հիմա եկել է զանգ է տալիս Պուտինի հետ զրուցելու համար։ Այո։ Говорит католикос, я тебе свой член покажу. Շատ հետաքրքիր է։ И армяне, проживающие там, бес уничтожает армянскую религию. Говорит католикос, я тебе свой член покажу, иди посмотри. И армяне, проживающие... Ուրեմն, մենք պետք է անենք ինչ որ պետք է անենք, մենք պետք է փրկենք մեր եկեղեցին այդ բոլոր ոտաձգություններից, մենք մեր հայրենիքը պետք է պաշտպանենք որպես հայ երկիր եւ մեր ինքնությունը պետք է պահպանենք։ Ոչ մեկը մեր փոխարեն այդ բանը չանի եւ պետք չի որ որևէ մեկը մեր փոխարեն։ Երեք առաջ օրը Մարգարիտա Սիմոնյանն էր խոսում, ասում է շատ պատմական բաներով, ինքն էլ ցեղասպանվածների ժառանգ, ինչ է եղել, ոնց է եղել, պատմական դրվագներ էր ներկայացնում, որ այս փուլում չկարողացան եկեղեցին, այն փուլում չեն կարողացել գիտակցել են, որ դա, չգիտեմ, ռուսը կլինի, մոնղոլ, թաթարը կլինի եւ այլն, թուրքը կլինի, բայց ներսից հայ ազգանով ինչ որ մեկը այսպես անում, ասում ինքը անտիքրիստ է, բայց ամենաապշելու եւ զարմանալին է նրանք, ովքեր որ պաշտպանում են իրեն, աջակցում են, իրենք են այդպիսին, այսինքն մեր հասարակության մեջ դեռ 10-15% կա մարդիկ, եկեք ասենք նաեւ նրանք, ովքեր անտարբեր են։ Նրանք ովքեր նաև որ թվում է, որ ասենք հիմա այն օրը կոչ է, չի արվում, եկեք եկեղեցի պաշտպանեք կամ չգիտեմ, հիմա ուրբաթ օրը ժամը 6-ին Մալիբուի այգուց այդպես քայլերթ է լինելու, չէ, մարդիկ մեկը հանգստանում է, մեկից գործը չի, իրեն չի վերաբերվում, իր հետ կապ չունի, մենք սենց ենք, էլի։ Հիմա պատարակ է գնում ամեն օր պատարակ է, ասենք պատրվակներ եք դուք գտնում, ասում են մենք այդ օրը զբաղված ենք, ինչ եք 4 օրը, ես երեք գնացել էի, 4 օրը 5 օր գնում եք օրինակ դուք մասնակցում եք մենք ցույց տալիս եք դուք ի վերջո չգիտեմ անհարմարություն եք ապրում մի փոքր ձեզ համար չէ դա բան չի բայց դա անհարմարություն չի դա հանուն ձեր ապագայի համար է գիտեք բոլորին կարելի է խաբել, չգիտեմ ինչ որ կարճ փուլում եւ այլն, բայց դուք Աստծո առաջ ի վերջո այն ձեր կողքի օլիգա, ես ինչ եմ մեկ այդ բանի իրանց կողքի են օլիգարխին ասում, մյուսին ասում, չգիտեմ որտեվ դες մտածում եմ, որտեվ չկա մտածող բան չկա, էլի, դրել են իրանց ուղեղները սա լցրել են, այս մարդկանց փողոցից պատահական անկիրթ, որևէ ճանապարհ չանցած բան, այս որակին բերել են, այդ մարդիկ հիմա միլիոնները տեսել են, միլիոնների մեջ բարձր իրենց աչքին բան չի երևում, բայց այնտեղ ես չգիտեմ մի քիչ ուղեղում բան կա, էլի մտածող ի վերջո դուք մենակ եք, չէ՞ մնում Աստծո հետ։ Անջելա, մեզ Չէ՞ դուք խաբեցիր, դու գիտես, չէ՞ որ դու ասենք սրիկա տականք ես, այնտեղ մարդ կա, չէ՞, մարդը գիտի, չէ՞։ Խորթային ժամանակվա մեր մարդկանց, նաև ես էլ եմ խորթային ուրեմն տարիների մարդ, դե ասում էին, որ դե դուք աթեիստներ եք, անաստված եք, բայց երբևիցե, իդեպ ես կարող եմ որպես այդ դրանցից մեկը ասեմ, որ Կենտկոմի առաջի քարտուղարներից, բացի մեկից, բոլորը եղել են ազգային մտածելակերպով եւ գործողություններով մարդիկ, բոլորը, եւ եկեղեցուն պաշտպանել են,
եկեղեցու հետ են եղել, հատկապես Վազգեն առաջինի օրոք դիմակավորված մարդ ուղարկել եկեղեցու վրա, հա? Ասպեն Ռայկոմի առաջի քարտուղարին պատժում էին, որ ինքը գնացել է երեխային կնքել, հա, գնացել են, եւ հարցը դա չէր, եկեղեցու նկատմամբ, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարգանքը, պաշտամունքը, եթե կուզեք, որովհետև նա է պահպանել ազգին, գիր է ունեցել, կրթություն է տվել, պետականություն է պաշտպանել եւ այլ, այդ բոլորը արել է եկեղեցին իր որոշ թերություններով երևի եւ այլ, բայց դա ուրիշ կերպ չի լինում։ Հիմա մենք այս ամենը թողնենք մի կողմ, հա, եւ ասենք, որ գիտես ինչ, Նիկոլը որովհետեւ ինքը նեղացել է, չգիտեմ ինչից է նեղացել, ուրեմն ինքը պետք է այս գործողությունները, ով ես դու այդ տղա։ Դու ով ես, որ կարողանաս գնաս այն ինստիտուտը, ազգային ինստիտուտը, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում, դու գնաս ու փորձես ավիրել։ Ու անունն էլ դնես, ես հայ առաքելական եկեղեցու դեմ չեմ։ Բա ում դեմ ես։ Ինչ գործ ունես դա իրենց, այդ ինչ մեղադրանք է։ Միքայել Աջապայանը կամ Բագրատ Գալստանյանը հանցագործ են, հա։ Գնացել են ինչ որ գործողություն են արել, հա, որևէ մեկը գործողություն է արել։ Եթե ձեր պատկերացմամբ դա ուրեմն հակա իշխանական է, բայց դա հակապետական չի։ Այս տարբերությունը կարող եք հասկանալ։ Հակաիշխանականը բոլոր ով ուզում է լինի իշխանություն, նրա դեմ ժողովուրդը իրավունք ունի ընդվզելու բոլոր իշխանությունների դեմ, պետության դեմ չի կարող։ Իրեն հաջողելի է բռնապետություն հաստատել եւ Մակրոնի հետ խոսք երեք այսպես մեկնաբանեցա պարոն Բագրատյանը, որ Մակրոնը ըստ էության ասեց գնա եւ հարցակվի տապալի հայ առաքելական եկեղեցին։ Այս են դեմոկրատիա բան քարոզող, էս է իրանց դեմոկրատիան, չնայած իրանց դեմոկրատիան լավ էլ կերծրեց իրանց Միացյալ Նահանգների փոխնախագահն, ասեց էս ինչ եք անում։ Չէ, չգնաց այդտեղ Եվրոպայում ելույթ ունեցա, ասեց, էս ինչ եք անում, դրել եք դեմոկրատական այս ձեր ընդդիմության հետ կապված, էս ինչ եք անում դուք։ Հիմա այդ ինչով եք ուզում հայ ժողովրդին խաբել իբր Եվրոպային գնում իբր Եվրոպա չէ, Մակրոնը դեռ Եվրոպա չի, այդ եվրոպական արժեքները կրող չի։ Այս օրերն էլ կանցնեն, ոնց է մեր հանճարեղ պոետը ասում, այս ծախորդ օրերը կգան ու կանցնեն։ Այդ միանշանակ է։ Ուղղակի հիմա հարցնանը իրենք ամենայն հավանականությամբ պատրաստում են հարձակվել նորից եկեղեցու վրա եւ ստիպել, որ վեհապարը հրաժարվի։ Այս դեպքում պետք է նորից ժողովրդին պետք է ասել, իմիջիալոց ես իմ մեծագույն հարգանքը այն բոլոր նրանց, ովքեր այնտեղ կարողացան դիմագրավել եւ հաշվի առեք, նրանք ինչու հեռացավ իրավապահ այդ համակարգը, ահռելի քանակությամբ, որովհետեւ առաջին անգամ ժողովուրդը դուրս շպրտեց այդ տարածքից իր ուժերով առանց որևէ մի բանի եւ նրանք հասկացան, որ եթե շարունակվի, այդ ամբողջը շատ ավելի կմեծանա այդ ժողովրդի քանակը եւ այդ ժողովրդի քանակից հետո ինչ գեներացիա կլինի։ Սա է պատճառը եղել, որ նրանք հեռացել են։ Հիմա ես նորից եմ ասում, պետք չի հուսահատ լինել, թե իբր այդ րոպեին ինչ որ մեկը սխալ քայլ արեց կամ չարսեց եկեք անենք սա կամ էս ինչը։ Այդ ոչինչ։ Մենք պարտավոր ենք պաշտպանելու մեր հայ առաքելական եկեղեցին։ Մենք լինելու ենք այնտեղ եւ դա որևէ այսպես խնդիր չի առաջացնելու։ Դուք եք կոչանում, որ վեհապարը որևէ պարագայում չհրաժարվի։ Միանշանակ, ոնց։ Այդ իմիջիալոց ես իսկի մտքումս չեմ ուզում անցկացնեմ այդ։ Այո։ Ոնց կարող է պատահի այդպիսի բան լինի։ Ինչ ուզում է լինի։ Ինչ ուզում է լինի, ով ուզում է լինի, ինչ մեղադրանք փորձեն իրանք ներկայացնել, հայ առաքելական եկեղեցին իրավասու է իր վեհապարին պաշտպանելու, որովհետև դա անօրինական է, երբ որ նրանք հարձակում են կազմակերպում հայ առաքելական եկեղեցու ամենաբարձր, այսպես պաշտոն ասեմ, թե ինչ առաջնորդի դեմ։ Հոգևոր առաջնորդի դեմ։ Այնպես որ այստեղ բացառվում է, որ ինչ պատճառներով, ինչ հանգամանքներով այդպիսի բան է։ Այո, որևէ պարագայում։ Ուրիշ բան, որ մենք
իրականում պետք է այո, ժողովուրդը իսկապես կանգնի եւ ասի, չի կարող այդպիսի բան լինել։ Շատ լավ, եւ եւս մեկ հարց, մենք քիչ ժամանակ ունենք, դուք տեսեք հենց մեզ մոտ Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանը առաջիններից մեկն էր որ խոսեց դրա մասին, որ Արցախից է եղել, հա, Ադրբեջանի կողմից եղել են հարձակումներ, հրթիռներ, դրա մասին Արցախի տարածքից բռնազավթված, հա, Արցախի տարածքից եղել են Ադրբեջանի կողմից հրթիռներ, իրենց ուղղությամբ դրա մասին խոսեց եւ նաեւ շատ հետաքրքիր էր համընկավ իր հետ, մենք տեսնում ենք թե Ռուսաստանի Դաշնությունում ինչ է տեղ ունենում, որ ներսից օջախներ է ստեղծվել եւ հիմա այդպես կասեցնում կանգնեցնում են 3 իհարկե շատ արտարոց բաներ ձերբակալեցին արդեն Ադրբեջանում, հա, ռուսների ինչ որ տուրիստներ են կամ չգիտեմ ինչ որ աշխատանքով զբաղվող։ Չէ, իբր թե նրանք մի ամբողջ կարտել են, որոնք թմրամիջոցներ են տեղափոխում։ Եվ չէ, սա ուղղակի ամբողջ աշխարհը պիտի տեսնի թե ինչ ասել է թուրք, են կամ ինչ ասել է թուրքական բանդ, կամ թուրքական իրավական մեր տղաների վիճակը, մեր տղաների վիճակը Բաքվի բանտերում։ Չէ, մեծ փրթում ես, մեծ խոսում ես, դե գնա տենց մեծ խոսի է, ազգային ժողով գալիս ես հիստերիայի մեջ ընկած, չգիտեմ իր, դե գնա մեծ խոսի ասա, ուր են իմ հայրենակիցները, դե տուր, գնա մեծ խոսի։ Միայն խոսել դրա մասին, որ ես ինչ վերաբերում է Իրանի հետ կապված եւ նաեւ Ռուսաստան-Ադրբեջանի անգամից է խոսել։ Տեսեք, Իրանի ուրեմն գործողությունները եւ դեսպանը իհարկե ինքը երբևիցե իրավունքը չունի որևէ բան ասելու այդպիսի, եթե դա պաշտոնական դիրքորոշումը չի, այսինքն Իրանի Իսլամական Հանրապետությունը զգուշացրեց Ադրբեջանին, որ մենք տեղյակ ենք եւ այդ պարագայում կրկնողության ժամանակ կարող են լրիվ ուրիշ գործողություններ լինեն։ Ճիշտ է, Ալիևը շարունակում է այդ շոու, այսպես կոչված կազմակերպելը շոուները, Ստեփանակերտում ուզում է անցկացնել 17-րդ գագաթնաժողովը տնտեսական համագործակցության, չգիտեմ ինչ եւ այլն, եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պետք է այնտեղ մասնակցի, բայց այդ ամբողջը խոսում է նրա մասին, որ ինչ-որ բան պատահեց։ Բացառիկ տեսանյութ Սյունիքում պայմանագրային զինծառայողին դաժանաբար ծեծել են, նա հիվանդանոցում մահացել է։ Ո՞վ է ծեծել։ Զոհվածի մահացածի հարազատները, գեներալի անուն են տալիս, գեներալը։ Դա։ Սա մեր բանակը, մեր իրականությունը, որովհետև գնացել են քնչականի մոտ գիշեր սրբազանը, որ տարել էին այնտեղ 1000 հոգի, երևի մի 10000 ոստիկան էր։ Բա իրա ոստիկան ինչով է զբաղված, հա? Դարի հանցագործին էիք, հա, տանում։ Միքայել Սրբազան, աշխարի որտեղից կար բերել լցրել ես։ Դրա համար էլ այստեղ սպանություն, մի հատ ամեն օրվա լրահոսը նայեք, այստեղ փրթեցին, այստեղ թալանեցին, այստեղ մորթեցին, այստեղ գնդակարեցին, այստեղ կրակեցին, այստեղ շրջվեց մեքենան, այստեղ վրայեցին, այստեղ դանակարեցին, այստեղ գողացան, այստեղ առևանգեցին։ Մարդը գնաց իրեն ինքնասպան։ Մարդը գնաց ամեն օր էլ ինքնասպան։ Դե մեծ խոսի, Նիկոլ։ Մեծ նստի ասա, կտանեմ ձեզ բանի, ածեի նկուղները, դե խոսի մեծ։ Դե գնա այս սպանողին տար, տեսնեմ ինչ ես անելու։ Գնա քո ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը, դե գնա տար, ասա այս ինչ բարդակա։ Այս ինչա, դե գնա քո ՊՆ նախարարին տար, ասա այս ինչ բարդակա, ծեծելով սպանում են մարդուն։ Ինչի են մեկի որ ծեծեցին սպանեցին, ով գնաց հետևից։ Սպանեցին էլի Բարձրաստիճան զինվորականի։ Ծեծեցին մարդը այդտեղ տանը տարան կիսամեռ մնաց այդպես մահացավ, չարեցին դա։ Կամ են այրված մոխրացած զինվորների համար, քանի զինվորական, Բարձրաստիճան զինվորական, ուրա պաշտպանության նախարարը Նիկոլ, ասում է սա է, ուրա քո ոստիկանապետը, քո ներքին գործերի նախարարը, ուր են, ես ինչա կատարվում։ Ինչով ես դու զբաղված, ինչա, քո արածը, ինչա, մեծ փրթես, ընկել ես կուսության հետևից աղեն, կուսության հետևից աղենք է մարդը։ Սրբազաններ ա տանում, բանը, ածեի պատվալներ կտանեմ, բա սրանց տար։ Ուրեմն ես եւս մեկ անգամ կրկնում եմ, եթե քաղաքական ուժերի ներկայացուցիչները պատրաստ են համագործակցված քաղաքական գործունեություն, ոչ թե այլ քաղաքական գործունեությունը համակարգել, ապա մենք մոտ օրերս, առաջիկայում մոտ օրերս հրավեր կուղարկենք այն քաղաքական ուժերի, որոնք որ այդպիսի ցանկություն ունեն եւ կսպասենք ձեզ
տեսնենք, ովքեր են պատրաստ, իսկ ովքեր որ ուզում են միայնակ ինչ-որ քայլեր անեն, ովքեր դեռ մտածում են, թե իրենք կարող են գան իշխանության առանձին եւ այդ իշխանությունը վայելեն։ Դե տեսակ այդ առանձին 7 տարի ինչ եղավ։ Այո, տեսակ արդեն ամեն ինչ։ Դրա համար շարունակեք այդպես էլ մնալ։ Մենք Ուրբաթ օրը ժամը 6-ին ի պաշտպանություն հայոց պետականության ոչ մեկը չմտածի, որ սա ինչ որ հեծի համար է, բեցի համար է, չգիտեմ, սրա համար է, նրա համար է, ի պաշտպանություն հայոց պետականության, ձեր տան, մեր երեխաների, մեր երկրի, մեր քաղաքի։ Ժամը 6-ին Մալիբուի այգու մոտից քայլելու են դեպի ԱԱԾ, որտեղ որ պահվում են մեր սրբազանները։ Մեր հայ առաքելական եկեղեցու սյուները։ Այո, այո։ Մեր հայ առաքելական եկեղեցու սյուները, այդ սյուները կանգնացնող նաև Սամվել Կարապետյանը։ Այնտեղ նաև Արցախի ազգային ժողովի падգամավոր, նաև հոգևորականների են տարել ուրիշ հոգևորականի Բագրատ Սրբազանի հետ։ Բագրատ Սրբազանի թիմակից մամուլի քարտուղար օգնականի։ Երկու բարձրաշրջան։ Արի հասկացի, հա։ Երկու սրբազանների հանուն հայ առաքելական եկեղեցու։ Գարի մի ասա։ Լավ, ինչ վերաբերում եւ նաեւ պատարագին է պետք մասնակցել, այո, եւ պատարագին է պետք մասնակցել եւ բացի դրանից այսօր էլ ժամը 6:30 իջմիացնում մենք կլինենք 5 շաբթի վաղը, հա, եւ հիմա էլ ասում եմ, այն ինչ որ կատարվում է տարածաշրջանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի եւ հավանաբար նաեւ Թուրքիայի փոխհարաբերություններում փոփոխություններ լինելու են եւ այդ պարագայում եթե Հայաստանն էլ ոտնատակ է լինում ոչ մեկից չնեղանաք առաջին հերթին մենք ենք մեղավոր որ այսպիսի իրավիճակում ենք այսքանը շնորհակալություն